Էուլջեքչյան ընտանիքի կյանքը կանգ է առել 2020-ի նոյեմբերից, արդեն 5 տարի իրար նման օրերն են գլորում, միայն հույս ու հավատ փայփայելով, որ մի օր կրկին տեսնելու են Վիգենին, ամենասիրելի ամուսնուն, հայրիկին։ Վիգեն Էուլջեքչյանին ադրբեջանցիները գերեվարեցին Շուշիում, այն ժամանակ, երբ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդներն արդեն ստորագրել էին եռակողմ հայտարարությունը, դադարեցնելով պատերազմը։ Վիգենը տուն էր դարձել վերցնելու իրերը, հիմա Բաքվի բանտում է։ Ալիևի դատարանը մի հերթական շինծու հնարովի գործով նրան դատապարտել է 20 տարվա ազատազրկման։ Անցնող տարիների ընթացքում առնվազն 3 անգամ Վիգենը ստիպված դիմել է ծայրահեղ քայլի, հայտարարելով հացադուլ։ Սկզբում ադրբեջանցիները նրան արգելել էին կնոջ հետ խոսել արաբերեն, հետո առհասարակ զանգել նրան։ Երրորդ անգամ շուրջ 40 օր Վիգենը հացը բերան չտարավ, աշխարհի ուշադրությունը հրավիրելով Բաքվի զնդան, հալածվող հայերի վրա։ Կարմիր խաչի միջազգային պատվիրակներին Ադրբեջանի իշխանությունը վտարել էր երկրից, մեն-մենակ մնալով անզեն հայերի հետ։ Այդ ընթացքում գերիները ամսական միայն 1 զանգի հնարավորություն ունեին։ Վիգեն Էուլջեքչյանը փոխանցել էր անտանելի ցավեր ունի, բայց ադրբեջանցիները օգնություն չեն ցուցաբերում։ Սա վերջին տեղեկությունն էր, որ ուներ ընտանիքը։ Բաքվից միայն օրեր առաջ զանգեցին, 3 ամիս հետո միայն 3 րոպեով։ Այդ զանգը շատ կարճ էր։ Մոտ 3 րոպեների ընթացքում նա միայն կարողացավ ինձ ցույց տալ, թե որքան ուրախ է ինձ հետ կրկին խոսելու հնարավորությունն ունենալու համար։ Մենք գրեթե ոչինչ չխոսեցինք, ես չէի ուզում, որ նա տխրեր։ Բնականաբար հասկանում եք ինձ։ Չնայած իրավապաշտպանների այդպես էլ չխլացող կոչերին, հայ-ադրբեջանական Ամերիկայի նախախաղաղության կուլմինացիան այդպես էլ կես բառով նույնիսկ չանդրադարձավ հայ գերիների խնդրին։ Օգոստոս 8-յան գագաթնաժողովում նրանց միայն 1 անգամ հիշեցին, այն էլ առանց պատանդառու Ալիևի ներկայության։ Թրամփն էր Հայաստանի վարչապետին ասաց, թե կխնդրի Ադրբեջանի նախագահին ազատ արձակել 23 հայ քրիստոնյաներին։ Կարծում եմ հանուն ինձ կանեն դա, սա կարևոր է, չէ՞։ 4 ամիս անց պարզ չէ, խնդրեց Թրամփն Ալիևին։ 23 հայերի թվում ի դեպ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության 8 անդամ կա։ Կան նաև քաղաքացիական անձինք եւ ռազմագերիներ, որոնց Ադրբեջանը գերեվարել է եւ 44 օրյայի ընթացքում եւ դրանից հետո։ 35 անգամ տարվա չորզակացումներ են վերագրվում ու ավելի շատ ընդհանրական է հնչեցվում, այդ թվում է ընդգծելով Հայաստանի որպես պետության դերը։ Իսկ պաշտոնական Երևանը հիմա միայն ասում է, թե սա զգայուն հարց է, պետք է հասցեագրել ոչ թե հակամարտության, այլ առավել հեշտ մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ, տարբերակ չկա հասցեագրելու այս խնդիրը։ 23 քրիստոնյաների հարցով խնդրանք լինի թե ոչ ամերիկա-ադրբեջանական երկխոսությունում, հակամարտության թե հեշտ մթնոլորտում խնդիրը հասցեագրվի, ըստ միջազգային դատարաններում հայ գերիների ներկայացուցչի Բաքուն հիմա հիշել է սիրիացի վարձկան ահաբեկիչներին, նրանց, որոնց առանց փաստաթղթի հասցրել էր Բաքու, հետո յուրաքանչյուր հայի գլխի դիմաց $100 խոստանալով ուղարկել Արցախի դեմ պատերազմի։ Ահաբեկիչներից երկուսը հիմա Հայաստանի բանտերում են, ցմահ դատապարտված հայերի դիմաց նրանց են ուզում հետ ստանալ։ Փորձել է որդեգրել երկուսը կամ առավելագույնը 3-ը երկուսի դիմաց, մոտեցումը ինչ անթույլատրելի է։ Հայկական կողմը պետք է հասկանա նրանց արժեքը։ Նախաստորագրել, թուղթը պետք է բերի խաղաղություն, թե պատերազմի գրված ու չգրված օրենքների ամենապարզ կենսագործումը, այն է ռազմագերիների ազատ արձակումը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էր ասել, այնտեղ Բաքվում չեն դատում միայն իրենց, այլ բոլոր հայերին։ Տարեվերջի այս օրերին վերադառնում ենք տուն, տեսնելու մեր սիրելիներին, շփվելու եւ կիսվելու նրանց հետ։ Բայց մեր կողքին ապրում են նաեւ մարդիկ, որոնց համար այս պարզ հնարավորությունը դարձել է երազանք։ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող մեր գերիների հարազատների համար տարին ավարտվում է նույն սպասումով՝ 1 հանդիպման, 1 տեսակցության, 1 կարոտի։ 2025-ին այդպես էլ հնարավորություն չունեցանք հայտնելու այդքան սպասելի լուրը, թող այն մեզ ընձեռի 2026 թվականը։ Ազատություն եղբայր Ցմերոց Գերելոց։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։